Ողջույն, այսօր հոկտեմբերի 15-ին մեր օրը սկսեց հերթական զավեշտալի լուրով։ ԱԱԾ աշխատակիցները ներխուժել էին Հայ առաքելական Սուրբ եկեղեցու Արագածոտնի թեմ, ձերբակալել թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանին, Տեր Փարենին, Տեր Մանուկին, Տեր Հայկին, Տեր Ղևոնդին եւ այլ քահանաների։ Փաստաբանները հայտնում են, որ թեմի առաջնորդին եւ եւս մի քանի քահանայի տարել են անհայտողությամբ։ Փաստացի թեմը զրկել են հոգևորականներից։ Չենք զարմացել, չենք զարմանում սրանց արած ոչ մի բանի վրա։ Գիտենք, ասել են, որ եկեղեցու վրա գրոհելու են, թե որ կողմից կգրոհեն, երբ կգրոհեն, անակնկալ չէ։ Ավելին, նախորդ օրը, երբ կարդացի Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեի խոսքը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպմանը, թե հայ եկեղեցին կոչի անում ռևանշիզմի եւ նոր բախման, խաթարում է խաղաղությունը եւ այլն, արդեն հասկանալի էր ինձ համար, որ նոր հարձակում է Փաշինյանը սկսելու։ Նախորդ հարձակումը այս տարվա հունիսին էր, երբ ԱԱԾ-ն մտավ մայրաթոր, ձերբակալվեց Միքայել Սրբազանը, ապա դատապարտվեց ազատազրկման։ Դրանից օրեր առաջ Փաշազադեն դարձյալ քննադատել էր ամենայն հայոց կաթողիկոսին։ Շատ էլ եթե ուզենանք, չենք կարող չգտնել կապ Ադրբեջանի ուղիղ հայտարարության, հրապարակային հրահանգի ու Հայաստանում կատարվողի միջև։ Փաստաբաններն ասում են հայտնի չէ 4 քահանայի գտնվելու վայրը։ Իշխանությունը փաստացի առևանգել է նրանց։ Մյուս քահանաներին բերման են ենթարկել, բայց ունեն վկայի կարգավիճակ։ Այդ վկաներին որ օրենքով են բերման ենթարկում։ Քննչականի պարզաբանումը կարդալու իմաստ բոլորովին չեմ տեսնում։ Հո չէին ասելու Արագածոտնի թեմի վրա հարձակվել ենք ուղիղ հրահանգով։ Կամ չէին կարող ասել հարձակվել ենք, որովհետև կաթողիկոսը հրաժարվում է հեռանալ։ Պետք է ինչ-որ բան դնեին իրենց քայլի տակ, դրել են։ Այս ձերբակալումներին կարող ենք լիքը վարկածներ առաջ քաշել։ Ոմանք կմտածեն, որ ուղիղ ադրբեջանական հրահանգ է։ Ես էլ եմ այդպես մտածում։ Ոմանք կարող են մտածել այսպես կոչված խաղաղության պայմանագրի պահանջներից է։ Ես էլ եմ այդպես մտածում։ Կարող են մտածել ընտրություններից առաջ հնազանդեցման ակցիա է, քանի որ եկեղեցականները մեծամասամբ ընդդիմադիր են այս իշխանությանը։ Կարող են մտածել, որ կրոնական թշնամանք ունի Փաշինյանը հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ, լիքը կառույցներ քանդել է, եկեղեցին դեռ կանգուն է եւ այլն։ Երբ ողջամիտ հաղորդագրություն, բացատրություն չկա, արդեն սկսում ենք մտածել, թե ինչը կարող է լինել պատճառը։ Միքայել Սրբազանին որ դատել են, ինչի համար։ Ոչ մի բանի։ Դարձյալ չկա ողջամիտ բացատրություն։ Ընդդիմադիր է։ Բագրատ Սրբազանին ինչի համար են բռնել։ Բռնել են նստից ընդդիմադիր լինելու, Նիկոլի դեմ մեծ համախմբում ապահովելու համար։ Քննչական կոմիտեի տեքստը, թե հավաքներին ստիպելու, շահագրգռելու եւ այլն, ուղղակի խնդալու է։ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է մղում մեր բոլոր ազգային ինստիտուտների դեմ, ու մի մասը քանդել է։ Հիմա քիչ հետ գնանք։ Եկած չեկած մի հատ ակցիա նախաձեռնեցին եկեղեցու դեմ։ Տեսան չի ստացվում, եկեղեցին ամուր է, միառժամանակ ձեռք քաշեցին։ Անցան մյուս կառույցին, բանակին։ Այդտեղ մի քիչ ճեղք նկատեցին ու սկսեցին գեներալների վարկաբեկել, բռնել, հեղինակազրկել, բայց թիրախում բանակն էր, ոչ թե այդ գեներալները։ Իրար վրա ցուցմունքներ գրեցին, ցուցմունք տվողներին պաշտոնի տարան, ու երբ հրահրվեց պատերազմը, արդեն առանց առաջնորդության բանակ էր։ Կրկնում եմ, իմ կարծիքով թիրախում բանակն էր, ոչ թե գեներալները։ Արդյունքում պատերազմում ոչ թե պաշտպանվեց Արցախը, այլ հիմնավորվեց Արցախի հանձնում այնպես, որ դավաճան չասեն Նիկոլին։ Եկեղեցու վրա առաջին գրոհից հետո նրանք լավ աշխատեցին եկեղեցու դեմ, թիմակիցներ հավաքեցին, ներսից խնդիրներ փորձեցին գտնել, հորինել ու շահարկեցին, այսպես ասած ճեղք գտան ու լայնացրին, փորձեցին հեղինակազրկել հանրության աչքում, պառակտել, խարխլել հավատը առհոգևոր սպասավորներ։ Եկեղեցական համայնքը բավականին մեծ է։ Հնարավոր չէ գտնել մի քանի հոգևորականի, որը պատրաստ է դեմ խոսել եկեղեցուն, կարգերին, կաթողիկոսին։ Նրանց սիրով տրամադրեցին պետական եթերը, նույն տերտերներին իշխանական ու իշխանամերձ լրատվականներում փչեցին ու եկեղեցու դեմ իրենց պլանները սկսին իրականացնել։
Քաղաքական գործիչներից մեկն ասել էր Նիկոլին հեռացնելու համար պետք է միջոցների միջև խտրականություն չդնել, նրա նկատմամբ քրեական գործ հարուցվեց։ Ֆիքսենք։ Նիկոլ Փաշինյանը եկեղեցին քանդելու միջոցների միջև խտրականություն չի դնում, բանակը քանդելու միջոցների միջև խտրականություն չի դրել, Արցախը հանձնելու միջոցների միջև խտրականություն չդրեց, քաղաքական հակառակորդներին ճնշելու միջոցների միջև խտրականություն չդրեց, թիմի, թալանի, հարստացման միջոցների միջև խտրականություն չեն դնում, բայց ի հակառակ այս նշածս ու չնշածս դեպքերի, ի հակառակ քաղաքական գործչի Նիկոլի դեմ քրգործառուցողը, ձերբակալողը չկա։ Այն կառույցները, որ պետք է Փաշինյանին ձերբակալեին, սրբազանին ու հոգևորականներին են տանում անհայտ ուղղությամբ։ Այն ճաղերը, որոնց հետևում պետք է լիներ Փաշինյանը, հիմա Միքայել Սրբազանն է, կամ Բագրատ Սրբազանն է, կամ Սամվել Կարապետյանն է, կամ Արթուր Սարգսյանն է ու եւս 100 հոգի։ Բայց քանի որ այդ կառույցները Նիկոլ Փաշինյանի հրահանգներն են կատարում ու լի վարձատրվում են մեր միջոցներից, դրա համար էլ վախենամ, մենք շուտով ունենանք կալանքի տակ գտնվող 3-րդ Սրբազանը։ SMS-ով կառավարվող քննչական համակարգում միանշանակ հասկանալի իրավիճակ է։ Ձերբակալում են ու տանում անհայտ ուղղությամբ, առևանգում են այսինքն։ Մարդկանց ձերբակալում են ու զրկում պաշտպանության իրավունքից, բայց ավելի վատն էլ կա։ Կալանավորում են, չեն զրկում պաշտպանության իրավունքից, ավելին ունենում են շատ հայտնի փաստաբաններ, բայց մեկ է դատավորի հեռախոսը անդադար զանգ է ստացել վերևից ու պետք է կատարի հրահանգը։ Ժորժ ջան, դիմացը ընտրություններ են, մենք ավելի վատ բաներ ենք տեսնելու։ Գուցե տեսնենք ավելի շատ հոգևորականներ բանտերում, քան եկեղեցիներում, ավելի շատ քաղաքական գործիչներ բանտերում, քան բեմահարթակի վրա, քարոզարշավում։ Դա Նիկոլի ձեռագիրն է։ Ամենտեղ այդպես մանրից քանդելով գնում է։ Նայեք, տեսեք, ինչ է քանդել։ Ես չէ որ պետք է ասեմ, նորմալ երկիր էր, ինչ է մնացել։ Հետը պայմանավորվեցիր, մուծվեցիր, հնազանդվեցիր, պետք եկած տեղը իր համար աշխատեցիր, կթողնի հարաբերական հանգիստ։ Չես պայմանավորվում, խնդիրների մեջ ես։ Հաքր գործեր, կալանք։ Երկու կողմից էլ օրինակներ ունենք ու ցավոք պայմանավորվածները ավելի շատ են։ Կարճ ասած, երբ հարցազրույցի ժամանակ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահային հարցուղվեց, թե ինչով կբացատրեք եկեղեցու նկատմամբ հարձակումը, թվում է Նիկոլին էլ ձեռնտու չէ, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. Եթե ուզում եք հասկանալ եկեղեցու նկատմամբ ինչ է անում Նիկոլը, նայեք այդ գործընթացին Էրդողանի ու Ալիևի աչքերով, անմիջապես հասկանալի կդառնա։ Հիմա ինքս ինձ հարց եմ տալիս. իսկ ինչպիսին կուզենային տեսնել հայ առաքելական եկեղեցու նկատմամբ Հայաստանի իշխանության վերաբերմունքը Էրդողանը, Ալիևը, Փաշազադեն։ Այսպիսին։ Մի քիչ ավելի դաժան, որը եւս կլինի։ Եվ վերջում, հարգելի ժողովուրդ, Հայաստանի ազգային պետական ինստիտուտների դեմ գրոհները, ժողովրդի նկատմամբ գրոհները վերլուծելիս, որպես ելակետ առաջարկում եմ ընդունել Եգիպտոսում Թրամփի հարցը Ալիևին, իսկ ուր է հայրենակիցդ, եւ Ալիևի պատասխանը ձեռքը Նիկոլին ուղղելով։ Ալիևին պատերազմ պետք չէ։ Ինչ պետք է աներ պատերազմով, Փաշինյանը անում է իր ուժային իրավական մահակով։